առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ մեր սիրելի եւ հարգարժան Բագրատ Սրբազյանի ծննդյան տարեդարձը։ Սրբազյան ջան, ցանկանում եմ, որ հունիսի 7-ին իրականանաց է երազանքը եւ մենք ունենանք ազատագրված եւ ավետյաց երկիր։ Ես չգիտեի, որ ես Հարգարժան դատարան անկեղծ կազմակերպված չի, սա ինքնաբուխ հավատքի եւ սրտի պոռթկում է։ Հարգարժան դատարան, նայեք, այս միջնորդությունը, որ նոր հանգամանտի այդ եկե, դե բնականաբար իմ փաստաբանական թիմի հետ միջնորդությունը արել է, որ ինձանից կախված լիներ որոշումը ես կայացնեի, բնականաբար այդ միջնորդությունը չի անի, բայց փաստաբանական թիմի իմ ընկերները որոշել են որ անել, որտեղ ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվելու։ Այն կարծիքս, որ արտահայտել են, որ այս դատանում արդարացություն չկա, արդարադատություն չկա, որ այս դատանում որոշումները կայացում են կառավարության շենքից, ի շնորհակալություն հայտնելով ձեզ, ասեմ, որ անցած Սրբազանի կալանքի նիստին դուք հաստատեցիք, որ մեր այս 10 ամսվա այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Ամսի 14-ին, երբ իմ փաստաբան Մինասյանը ներկայացրեց միջնորդությունը, որ դուք որոշեցիք, որ այդ միջնորդությունը պետք է քննարկվի այսօր, իմ համար արդեն պարզ դարձավ, որ այսօր եք դուք քննարկում անում, որ ընդհանուր կալանքի միջնորդության հետ լավատես լինելով, որոշում կկայացնեք, ասեք Արթուր Սարգսյանը ազատության մեջ կլինի հունիսի 8-ից հետո եւ մարդիկ կասեն, պարոն Ֆարֆոյանը Արթուր Սարգսյանին թողեց։ Դա պարզ է, հիմա էլ թողեք, ամսի 8-ին էլ թողեք, մի տարի հետո էլ թողեք, այդ որոշումները իմ համար արժեք չունեն, որտեղ այս որոշումների մեջ արդարադատություն չկա։ Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի մեջ, մինիմում, որտեղ ասել եմ հունիսի 7-ին ընտրությունները, 11-ին անիստը։ Բայց ստեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ մեր մեղադրողներն ասում են, իհարկե նվազել է, բայց Սարգսյան արդյոք պիտի մնա կալանքի մեջ։ Ուզում եմ հասկանամ, այս 10 ամիսը ուզում եմ հասկանամ, ես ինչ ենք արել, որ նվազել է։ Ասեք, ես ինչ բան արել եմ, ռիսկը նվազել է, ինչ ենք արել, որ նվազել է։ 10 ամիսը տենց էլ չկարացիք ասեք, թե ինչ ենք արել, չեք էլ կարալու ասեք, ինչ ենք արել, հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթեց, մենք կարդարացվենք, արժանապատվությունը չհաղթվեց, մենք կդատվենք։ Սա է իրականությունը, որտեղ ստեղ արդարադատություն չկա։ Մենք երկնքում կարդարացնենք։ Մենք երկնքում կարդարացնենք, ինչպես Սրբազանային ասաց։ Ուրեմն հստակ ընտրական օրենսգիրքը տալիս է, որ թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ։ Հիմա եթե այդ հավասար պայմանները պարտավոր են ապահովեն, եթե դա չի լինում, ուրեմն չպետք է թողեն, որ ես ընտրենք թեկնածու։ Հստակ ընտրական օրենսգիրքը տալիս է, որ թեկնածուները պետք է ունենան հավասար իրավունքներ, բայց այսօր ես Իգոր Սարգսյանը մյուս 100, 500, 1000 թեկնածուների հետ համեմատած մենք չունենք հավասար պայմաններ, որտեղ մարդիկ իրականացնում են քարոզարշավ, մենք չենք կարող իրականացնել քարոզարշավ։ Այսօր սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը, սահմանափակված է իմ սիրելի ժողովրդի հետ, իմ հարգարժան սյունեցիների եւ իմ արժանապատիվ սիսյանցիների հետ իմ շփումը։ Հարգարժան եւ արժանապատիվ սիսյանցիներ 2020 թվականի պատերազմից հետո, երբ ես հասկացա, որ Սյունիք, Սիսյան, Կապան ճանապարհը պետք է զիջվի թշնամու, ես դուրս եկա պայքարելու այս շարքի իշխանությունների դեմ եւ ասում եմ, որ ժողովուրդ, հեսա թուրքը գալու է նստի իշխանասարի գլխին, դու գալիս եք ասում եք, պարոն քաղաքապետ, մենք շատ ենք սիրում, բայց քեզ դուրս եկեք մեր վարչապետի դեմ, սենց բան չի կարող լինի, դու քաղաքական նկատառումներից ելնելով տենց բաներ ես խոսում։ Եկան թուրքերը ոչ միայն նստել են իշխանասարի գլխին, այլ նստել են մեր գլխին, ժողովուրդ ջան։ Հետո եկաք ասաք, բա, ընկեր Սարգսյան, որտեղից գիտեիք։ Հիմա սիրելի սիսյանցիներ, սիրելի սյունեցիներ, ասում եմ ձեզ,
Հունիսի 7-ին եթե չարիքի իշխանությունները մնացին, Սյունիք չէիք ունենալու, հետո չասեք, բայց որտեղից գիտեիք։ Ես բոլորիդ կոչ եմ անում, արժանապատվություն դրսևորեք, թասի բարեք, հունիսի 7-ին ընտրեք համար 17-ին և մերժեք այս չարիքի իշխանություններին։